Դրական է, որ գալիս է Հայաստան նոր մատակարարի կողմից։ Ես միանշանակ եմ բացասական եմ գնահատում, որովհետև մենք գործ ենք ունենում մի պետության հետ, որը որոշակի թշնամական վերաբերմունք ունի մեր նկատմամբ։ Եթե մենք այդ տեսակետից նայենք, ադրբեջանցիները շատ արագ կարող են ամբողջ հայկական շուկան գրավել։ Նշ որ դիվերսիֆիկացիան ինքը լավ բան է։ Մենք տենց այդ միֆի մեջ ենք էլի։ Վառելիքի ցանկացած տոննան զուտ երկաթուղային տարիֆից բացի լրացուցիչ գումարներով է, այսպես ասենք, հարկվում։ Եթե հայկական ինչ-որ մի ընկերություն սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի նավթային սեկտորը, ոչ ուղղակիորեն, բայց նաև սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին նավթամթերք մատակարարել, մենք էլ մտադիր ենք այն գնել։ Ինչ է դա նշանակում։ Բաքվի բարի կամքի դրսևորում, թե Հայաստանի էներգետիկ շուկան գրավելու ու դա ռազմավարական նպատակներով օգտագործելու փորձ։ Խաղաղության խաչմերուկի նախագիծն է իրականացվում, թե հարևաններից կախվածության հիմք է ստեղծվում։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբականակը շուտով Հայաստան կհասնի Վրաստանի տարածքով։ Հետագայում էլ հնարավոր է մատակարարումները իրականացվեն հենց հայ-ադրբեջանական սահմանով, առանց տարանցման։ Որքանով է դա իրատեսական եւ ինչ առավելություններ ու վտանգներ է ունենալու այս հեռանկարը։ Թեմայի շուրջ մտքեր կփոխանակեն միջազգայինագետ Արմեն Մանվելյանն ու լոգիստիկ խնդիրների փորձագետ Ապավեն տրանսպորտային ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Առաջին հարցից կարճ պատասխանեք։ Այս հեռանկարը դրական երևույթ է, թե ոչ։ Զուտ, եթե մեկ բառով ասենք, իհարկե դրական է, որ գալիս է Հայաստան նոր մատակարարի կողմից։ Թե դա ով է, դա այլ թեմա է։ Դուք ինչպես եք գնահատում երևույթը։ Ես միանշանակ եմ բացասական եմ գնահատում, որովհետև մենք գործ ենք ունենում մի պետության հետ, որը որոշակի թշնամական վերաբերմունք ունի մեր նկատմամբ։ Ես կարծում եմ հենց էներգետիկ անվտանգության տեսանկյունից նայենք, մեզ ձեռնատու չէ այնտեղից ընդհանրապես էներգակիրներ ներմուծել։ Հասկանալի։ Այժմ ես առաջարկում եմ ծանոթանանք իմ գործընկերոջ պատրաստած տեսանյութին, որից հետո արդեն մեր առարկայական զրույցը կշարունակենք։ Այս տարվա հոկտեմբերին 35 տարվա մեջ առաջին անգամ ռուսական ու ղազախական ցորենը Հայաստան հասավ Ադրբեջանի տարածքով։ Փոխադրումներն իրականացվեցին Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երկաթուղային ճանապարհով։ Այս պահին էլ երրորդ խմբականակն է ճանապարհին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն քննարկում են նաև Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Այս մասին նախորդ շաբաթ Դոհայի միջազգային ֆորումում հրապարակավ հայտարարեց Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը։ Ադրբեջանցի պաշտոնյան ասաց, որ այդ հարցը քննարկվել է փոխվարչապետերի Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի մակարդակով սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում։ Գաբալայում փոխվարչապետերը քննարկեցին նաև երկու երկրների միջև փոխադարձ առևտրի որոշակի ոլորտներ։ Այժմ մեր կողմից քննարկվող ոլորտներից մեկը նավթի եւ նավթամթերքի արտահանումն է Ադրբեջանից Հայաստան։ Սա նույնպես աննախադեպ զարգացում է։ Այդ օրը Եվրանյուզին տված հարցազրույցում Հաջիևն ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում տարածաշրջանում լայնածավալ տնտեսական զարգացման, երկու երկրների փոխադարձ օգուտի համար։ Իր հերթին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էլ հետևյալ ընդգծումն է արել։ Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կմեծացնի փոխկապակցվածությունը եւ կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաեւ տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ եւ դրա ապացույցն այն է, որ Հիկմետի հետ միասին նստած ենք ձեր ստուդիայում, Դոհայում։ Ադրբեջանական նավթամթերքի ներկրման հնարավորությունների մասին խոսեց նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաստատելով, որ Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկել են նաև Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։ Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան։ Ադրբեջանական վառելիքի ներկրման ինչ ծավալների մասին է խոսքը։ Հայաստանյան որ ընկերություններն են մտադիր Ադրբեջանից նավթ գնել եւ ինչ գնի շրջանակներում է Ադրբեջանը պատրաստ նավթ ու նավթամթերք վաճառել Հայաստանին եւ արդյոք այն մրցունակ կլինի Ռուսաստանից ներկրվող վառելիքի նկատմամբ։ Այս հարցերին ի պատասխան Մհեր Գրիգորյանը հետեւյալն է նշել։ Վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների եւ ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական։
Թե ադրբեջանական վառելիքի ներկրումից բացի փոխադարձ առևտրի էլ ինչ ոլորտներ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, այդ հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոնկրետ պատասխան չի տվել, նշելով միայն, որ այլ ապրանքների գծով քննարկումները դեռ շարունակվում են։ Մինչդեռ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետք է լինի բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն։ Չեմ ուզում կենտրոնանանք միայն նավթամթերքի վրա, բոլոր տեսակի ապրանքների շրջանառություն պետք է լինի եւ մենք դրան պատրաստ ենք։ Խաղաղության խաչմերուկը եւ այն խաղաղությունը, որի վերաբերյալ խոսում ենք, հենց դրա մասին է, բոլոր տեսակի ապրանքների մասին է խոսքը։ Հայաստանը պետք է օգտվի էներգագիրների բոլոր հնարավոր այլընտրանքներից, հնարավորություն տալով, որ Ադրբեջանը եւս իր շահն ու հետաքրքրությունն ունենա Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևան կամ Թուրքիա նույնպես արտահանելու։ Այնուհետ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտարարեցին, որ դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար Վրաստանը տուրք չի գանձի։ Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից ստացել է խնդրանք Վրաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ վրացական երկաթուղուն հանձնարարվել է անհապաղ եւ ամբողջությամբ անվճար իրականացնել բեռի միանվագ երկաթուղային փոխադրումը։ Այս գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը եղել եւ մնում է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական ու հուսալի գործընկերը, ինչպես նաեւ աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Կրկին ընդգծենք, որ Վրաստանը տուրք չէր գանձելու միայն միանվագ երկաթուղային փոխադրման համար։ Այնուհետ ադրբեջանական Մինվալ Պոլիտիկո պարբերականը հայտնեց, որ Վրաստանը իբր Ադրբեջանից Հայաստան նավթի հնարավոր տարանցման համար պահանջել է $92 1 տոննայի համար։ Այս ընթացքում Բաքվի լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին նաև այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը լրջորեն քննարկում է ադրբեջանական նավթամթերքը Հայաստան առաքելու նպատակով չմիջնորդավորված ուղի ստեղծելու հնարավորությունը։ Սա իր հերթին հնարավորություն է ստեղծելու ձերբազատվել Վրաստանի կողմից թելադրվող տարանցման չափազանց բարձր սակագին վճարելու պարտադրանքից։ Պարոն Աղաջանյան, արդյոք այս ուրվագծվող հեռանկարը իսկապես արժի դիվերսիֆիկացիայի դրսևորում անել, թե սա զուտ քաղաքական ինչ-որ ակցիա է։ Տվյալ դեպքում այս этаպում ես համարում եմ, որ դա դիվերսիֆիկացիայի մասին չի խոսքը, սա ավելի շատ քաղաքական ակցիա է, ցուցադրելու այն պոտենցիալ, այն կարողությունները, որ ունեն մեր հարևանները, որոնք տվյալ դեպքում երկու հարց են լուծում։ Նախ քաղաքական դիվիդենդ է շահում, դրանով ցույց տալու, որ տեսեք մենք ինչ լավն ենք, եւ ամենակարևորը ես կարծում եմ, որ շատ լավ գիտակցում են, որ ապրանքա այդ տեսակը, որը 100% Հայաստան ներկրում է այլ երկրից, պարզապես այդ գումար է ծախսում ներկրելով, չգիտեմ, Ռուսաստանից կամ Ռումինիայից կամ որևիցե այլ երկրից, այդ գումարները պարզապես գնում են Ադրբեջան։ Ինչու պետք է դա համաձայն չլինի, այսինքն այլ բան է, եթե ընդհանրապես Հայաստանը շրջափակվեր եւ ոչ մի գրամ վառելիք չմտներ, բայց միևնույն է, այդ վառելիքը Հայաստան գալիս է։ Իրենք էլ ռեալիզացիայի խնդիր ունեն տվյալ դեպքում եւ երկու հարց միաժամանակ լուծում են։ Դա այն դեպքում դիվերսիֆիկացիան դա այն դեպքն է, երբ մի քանի տեղից է ներմուծում, չէ՞։ Դե եթե այդպես նայենք, այո, կարող եք եւ այդպես գնահատել, դա այդ գնահատականի եւ մոտեցման հարց է։ Բայց հաշվի առնելով, որ ադրբեջանական վառելիքը վերջին հաշվով ավելի մատչելի է, գնային առումով դա ավելի հեշտ է, կոմունիկացիաների իմաստով տրանսպորտային ծախսն ավելի նվազ է եւ եթե մենք այդ տեսակետից նայենք, ադրբեջանցիները շատ արագ կարող են ամբողջ հայկական շուկան գրավել։ Ահա։ Այս վտանգի մասին մենք դեռ անպայման խոսենք, իսկ առայժմ դիվերսիֆիկացիա է թե քաղաքական ակցիա։ Չէ, միանշանակ քաղաքական ակցիա է սա, այլ ոչ թե դիվերսիֆիկացիա, սա առումով համաձայն եմ, բայց մյուս կողմից ուզում հատուկ շեշտել, նես չէ որ դիվերսիֆիկացիան ինքը լավ բան է։ Մենք տենց այդ միֆի մեջ ենք էլի, որտեղ դիվերսիֆիկացիան Նայնա, որ ինքը բերում է ապրանքի թարանկացման։ Երբ որ դու ապրանք ապրոց մի կետից մեծ ծավալով, ինքը շատ դեպքերում շատ ավելի էժան է, ու մի լոգիստիկ ճանապարհով շատ դեպքերում ավելի շատ էժան է նստում։ Մի աղբյուրը ինչ որ կտրվեց մի պահ, Դե այդ վտանգը միշտ էլ կա, դիվերսիֆիկացիայի դեպքում է, դու կարող ես երկու աղբյուրից վերցնել, որը կտրվի։ 4 ավելի լավ է։ Դե հա, բայց ինչքան շատ այնքան գինը թանկանում է, սա միշտ հաշվի առեք, նաև լոգիստիկ խնդիրներն են այնքան անգամ ավելի ավելանում եւ ծախսերը ավելանում։ Իսկ դիվերսիֆիկացիան նես չէ, որ դա միշտ լավ բան է։ Շատ դեպքերում ավելի ձեռնատու մի կետից առնել, բայց ավելի էժան ու բերել մի ճանապարհով, քան ասենք թե 4 կետերից, բայց շատ ավելի թանկ։
Լավ, տեսեք, եթե հավատանք իհարկե ադրբեջանական մամուլին, այս դեպքում ես հակված եմ հավատալ, Վրաստանը փորձում է թելադրել մի սակագին տարանցման համար, որը, ինչպես ադրբեջանցիներն են պնդում, 40 անգամ ավելի բարձր է, քան այն գինը, որը վրացիները առաջարկում են նույն ադրբեջանցիներին իրենց ապրանքները Վրաստանի տարածքով Փոթի եւ Բաթումի հասցնելու համար։ Որն է նպատակը, ինչու են վրացիները այդպես դրսևորում իրենց։ Գիտեք, մի փոքր այստեղ հարցը այնքան էլ կորեկտ չէ, որովհետև այդ 40 անգամ թանկ լինելու մասին խոսակցությունը պայմանավորված է այլ հանգամանքներով։ Դա առաջարկությունը տարանցիկ փոխադրման արվել է ոչ թե պետական երկաթուղու կողմից, այլ մասնավոր կազմակերպություն։ Դե հասկանում ենք, որ նման հարցերը կառավարության նիստերում են լուծվում։ Այսինքն 90%-ով այսօր Վրաստանի երկաթուղով փոխադրումների պատվիրատուները դրանք մասնավոր կառույցներն են, չէ՞, օրինակ մենք նույնպես որպես մասնավոր կառույց Վրաստանի երկաթգծի պատվիրատու ենք եւ ուղղակի պայմանագրով աշխատում ենք։ Եվ այդ գումարները, որոնք բարձրաձայնվել են եւ մամուլում հնչեցվել է, դա մասնավոր կառույցների կողմից առաջարկված գներներ։ Ինչու՞։ Դրա պատասխաննել կարող եմ տալ, չգիտեմ որքանով կորեկտ կլինի, բայց մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի Հանրապետություն ներկրվող վառելիքի ցանկացած տոննան զուտ երկաթուղային տարիֆից բացի լրացուցիչ գումարներով է, այսպես ասենք, հարկվում մասնավորի կողմից։ Երկաթուղին ստանում է իր տարիֆը, բայց մասնավորը դրա վրա ավելացնում է այնպիսի ահռելի մեծ գումարներ, որ գիրը գալիս հասնում է ձեր ասած այդ շատ բարձրի։ Այդ առաջարկությունը եղել է մասնավոր ընկերության կողմից։ Ուղղակի պարզապես երկաթուղին Դե տեսեք, Վրաստանի վարչապետը բարի կամք է դրսևորում եւ առաջին խմբականակը ընդհանրապես անվճար է Հայաստանում։ Դա արդեն կարող է պետությունը ասել երկաթուղու, վերջինաշու Վրաստանի երկաթուղի պետական կառույց է եւ պետությունը կարող է ասել։ Ինչի՞ չի ասում։ Դա արդեն այլ հարց է։ Վրաստանի շահերից որքանով կբխի այդ բեռնականակը, մոտավորապես Վրաստանով մենք ներկրում ենք 350-ից 400 հազար տոննա վառելիք, եթե չեմ սխալվում, ամեն տարի։ Եվ եթե այս վառելիքը ուղղակի մտնի Հայաստան, Ակստաֆայով կամ եթե եկավ ընդամենը 111 կիլոմետր, այլ ոչ թե 450 կիլոմետր, բնական է, որ տարիֆի տարբերություն է լինելու, եւ որի արդյունքում Վրաստանը կորցնում է մեծ շահույթներ։ Բնական է, որ իրենց այնքան է շահագրգռված չեն։ Վերջին հաշվով եկեք մի մոռացեք ամենակարևոր հանգամանքը։ Եվ Բաքու Թիֆլիս Ջեյխան եւ Բաքու Թիֆլիս Կարս երկաթուղին ամեն ինչը կառուցվեց միայն մի պատճառով, որ Հայաստանում դա հնարավոր չէր հասկացնել քաղաքական նկատառումներով։ Վրաստանը շահեց այս կոնֆլիկտից եւ դա շահում է այսօր այդ կոնֆլիկտը։ Այսինքն վրացիները գիտակցում են, որ հնարավոր է այդ հնարավորությունից զրկվել։ Կարծ ասած։ Պարոն Աղաջանյան, կարծում եք, որ զուտ տնտեսական գործոններն են թելադրում Վրաստանի այս կեցվածքը, դուք ինչ կարծում եք։ Նայեք, Վրաստանը ինքը գոյատևում է, ապրում է, որովհետև տարանցիկ երկիր է եւ իր ապրանք իր եկամուտների մի մասը գալիս է այդ տարանցումից։ Օրինակի համար այն գազը, որը մենք ռուսական գազը Վրաստանով ներմուծում ենք Հայաստան, մենք այդ գազի համար կրկնակի ավելի ենք վճարում Վրաստանին, այսինքն մենք չենք վճարում, տվյալ դեպքում Գազպրոմը վճարում, քանզի նույն գազը, որը Ադրբեջանը Վրաստանի տարածքով տանում է։ Այսինքն մենք վճարում ենք դրա մոտ 10%, Ադրբեջանը տվյալ դեպքում վճարում է 5%, այսինքն տարբերությունը որ հասկանանք, այսինքն ու Վրաստանը երբեք առիթ է բաց չի թողի դրանից օգտվելու, որտեղ ինչի պետք է բաց թողնի։ Հա, որտեվ տարանցման առույցի բաժին այդ գումարների բարձր գնում է պետական բյուջե եւ դրա համար ինքը մի շահագրգռված է շատ մանավանդ շատ լավ հասկանում է քաղաքական իրավիճակի ձեռներում ինքը որոշակի մոնոպոլիա ունի, ասենք ասենք, եւ դրանից միշտ էլ օգտվել է եւ շատ դեպքերում ոչ կոռեկտ հատկապես Հայաստանի հանդեպ է եղել հենց այդ գնագոյացման մեջ, որտեղ տեսնում ենք դեպի Հայաստան եկող ապրանքները, տվյալ դեպքում գազի օրինակը բերեցի, շատ ավելի թանկ է, քան թե ասենք թե նույն Ադրբեջանը, որ ապրանքը տարանցում է դեպի Թուրքիա եւ այլն։ Այսինքն Բաքվում հնչող հայտարարություններն այն մասին, որ Վրաստանը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հաշտությանը, դա ընդհանրապես իրենց սուբյեկտիվ կարծիքն է իրականությունից կտրված։
Գիտեք, ես դժվարանում եմ դրան գնահատական տալ, թե արդյոք կա այդ հաշտեցման գործընթացը, որտեղ ես այդ հաշտեցման գործընթացը, եթե առանձին դրան վերաբերենք, առանձնապես չեմ էլ տեսնում, բայց Վրաստանը նորից եմ կրկնում, զուտ իր շահերի ձեռներով միշտ շատ ավելի թանկ է վերցրել այն ամենի համար, որ գալիս է դեպի Հայաստան։ Տեսեք, Վրաստանի թելադրած այս բարձր սակագինը խթանեց մի նոր process, որը ուշ թե շուտ անխուսափելի էր, բայց ավելի արագացավ։ Ադրբեջանական մամուլում արդեն գրում են Ղազախ-Իջևան երկաթգծի այդ հատվածը վերագործարկելու մասին, ինչը հնարավորություն կտա այլևս չդիմել վրացիներին այդ տարանցիկ ծառայության համար, այլ ուղիղ մատակարարումներ իրականացնել։ Եվ արդեն գրում են այն մասին, որ լուրջ աշխատանքներ են իրականացվում, ներդրումներ են արվում, որպեսզի արդեն այդ սահմանին անցակետի միջոցով անցնի նավթամթերքի տեղափոխությունը իրականացվի։ Ունեք տեղեկություն։ Տեղեկություն ունեմ իհարկե, որտեղ այդ մասին մենք շատ ավելի վաղ էինք սկսել խոսել, քան տեղի ունեցավ այդ երկու շարժակազմի արագումը Ցորենով եւ այս մեկի մասին, որը հիմա խոսում ենք, որովհետեւ գործող բոլոր տարբերակներից, գոյություն ունեցող ենթակառուցվածքներից ամենահեշտ վերականգնվողը, ամենաարագ վերականգնվողը իհարկե հենց այդ ուղղությունն է։ Գրեթե չի էլ տուժել այդ ճանապարհը։ Ընդհանրապես, եթե մենք չենք խոսում վերականգնման աշխատանքից, մենք տեսանք, որ առանց ոչ միայն կոպեկ ներդնելու այդ գիծը աշխատեց, բայց աշխատեց Վրաստանով։ Այսինքն 111 կիլոմետր Վրաստանով մենք անցանք եւ մտանք նորից Հայաստան։ Երրորդ երկրի իհարկե տարանցիկով։ Տվյալ դեպքում իհարկե միևնույն է, Ակստաֆա կայարանով գալիս եմ մտնում եմ Վրաստան, Ակստաֆայից Ղազախ եւ դեպի Իջևանից այնտեղ մի քանի կիլոմետրի մասին է խոսքը, որը ապամոնտաժված է, որքանով ես գիտեմ, եւ դրա վերականգնումը բացարձակ մեծ գումարների հետ չի կապված։ Եվ իհարկե այս դեպքում մենք զուտ տնտեսապես արդեն թեկուզ քաղաքական գործոնը, տարանցիկ գործոնը հաշվի չառնելով տնտեսապես շահացենք։ Վերջին հաշվով Վրաստանին պետք է վճարվի, լավ, այդ մի շարժակազմ ասեցի, լավ, այդ մի գնացքը ձրի անցնում, լավ, դա ժեստ է, քաղաքական ոչ մի բան չի նշանակում։ Չէ՞ որ մենք վերջին հաշվով Վրաստանը ունի իր շահերը, եթե մտնելու է Վրաստանի տարածք, մենք պետք է վճարենք։ Իրական գործող տարեֆը Ցորենի այսօր $8.5 է Վրաստանի տարածքով անցնելու։ $8.5 Հաշվի առնելով նաև մոտավորապես այն մի քանի կիլոմետր, որը դեռևս մնում է Ակստաֆայից սահման, մի խոսքով 1 տոննայի Հայաստան ուղիղ մտցնելու զուտ տնտեսական մասն է ասում։ Ուղիղ Հայաստան բերելու եւ Վրաստանով տարանցիկ բերելու 1 տոննայի վրա $10 տարբերություն է։ Հաշվի առնելով, որ մենք 350-ից 400,000 վարելիք ենք բերում եւ այդքան էլ ցորեն ենք բերում, $10 $8 միլիոն է։ Պարոն Աղաջան, այսինքն քաղաքական կամքի արկայության դեպքում Ղազախ-Իջևան երկաթգիծը կարելի է վերագործարկել հաշված ամիսների ընթացքում, ճիշտ եմ հասկանում։ Այո, սա քաղաքական լուծման կարիք ունի, որովհետև տեխնիկապես դա շատ ավելի հեշտ է աշխատացնել, քան թե ցանկացած կոմունիկացիա Ադրբեջանի հետ։ Ու դա կբխի մեր տնտեսական առնվազն շահերից։ Զուտ տնտեսական քաղաքականը չեմ ասում։ Խոսենք քաղաքական առանձին, որ այնտեղ կան նաև ազգային անվտանգության հարց, այն զուտ տնտեսական իհարկե շահավետ։ Պարոն Աղաջան, համաձայն եք, որ զուտ տնտեսականի մասին եթե առայժմ խոսենք, իսկապես մեր շահից դա ռիսկերը չգնահատելով իհարկե։ Եթե մենք ռիսկերն ենք գնահատում, դա այլ թեմա է։ Նայեք, ցավոք սրտի մենք չենք կարող խնդիրը միայն զուտ տնտեսականով նայել։ Դա համաձայն եմ։ Հա, որտեվ դեպքում ոնց որ մի փոքր ինքներս մեզ խափում ենք, որ կարելի է հարցին մոտենալ զուտ տնտեսական, ես օրինակի համար մի օրինակ բերեմ, օրինակ Բալթյան երկրները իրենց էներգետիկ սա կապերը խզեցին Ռուսաստանի, չնայած զուտ տնտեսական առումով շատ ավելի ձեռնատու է իրենց աշխատել Ռուսաստանը, թե գազի ներկրման, թե էլեկտրաէներգիայի ներկրման եւ կրկնակի երրագի թանկ այդ ամենը գնում են արևմուտքից, իսկ Եվրոպայից Միացյալ Նահանգներից, բայց դա իրանք արեցին ելնելով իրենց ազգային անվտանգության շահերից։ Հիմա դա ճիշտ է, սա իրենց որոշելիքն է, որտեվ չես կարող խնդրին նայել միայն տնտեսական շահերից ելնելով։ Սա ասենց կարող է միֆ ստեղծի, որ եկեք տնտեսապես ու այդ դա փորձ է արվում, սկսենք իրար հետ աշխատել, առևտուր անենք, հետո մնացած հարցերը կլուծվեն։ Չէ, սա որոշակիորեն
կեղծիք էր մեջ պարունակում, որտեղ հնարավոր չի զուտ տնտեսական առաջնայինը դնես քո տնտեսական շահերը, ասես եկեք առևտուր անենք, հետո մնացած հարցերը կլուծենք։ Չեն կարող լուծել մնացած հարցերը։ Չեն կարող խնդրի նայել, ինչպես եկեք ասեմ, զուտ տնտեսական տեսակետից։ Սա աղավաղում է այն իրականությունը, որի մեջ դու ապրում ես։ Այդ իրականությունը աղավաղելու խնդիր մենք չպետք է դնենք էլի մեր առաջ։ Տեսեք, երբ խոշոր տնտեսավորողները շահագրգռված են խաղաղության կայացման մեջ, մայրաքաղաքներում ձևավորվում են հզոր լոբիստական ուժեր, որոնք ազդում են կառավարություն կամ որոշում կայացնողների վրա, որպեսզի խաղաղությունը պահպանվի, տնտեսական կապերը զարգանան։ Այդ իմաստով այս հեռանկարը կարող է օգտակար լինել, այսինքն Ադրբեջանում լոբիստական ինչ-որ տնտեսական ուժ ձևավորվի, որը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի մեջ, ուրեմն նաև խաղաղության հաստատման մեջ։ Նայեք, այդ դեպքում ես ձեզ մի փոքր փորձեմ բացատրեմ Ադրբեջանի էներգետիկ համակարգը ոնց է Այսինքն դա մասնավորի դեր չի, Սա մասնավոր, նայեք, հատկապես նավթագազային մի փոքր սրա մասին կարճ ասեմ։ Նավթագազային սեկտորի հիմնական թելադրողը դա British Petroleum-ն է։ Կա այն միֆը, որ դա ադրբեջանական է, Սոկարն է կարևորագույն դերախան, բայց չէ, իրականում British Petroleum ինքը վերահսկում է եւ հիմնական իր նավթահանքերը ադրբեջանական եւ հիմնական նավթամուղները, նույն այդ Բաքու-Ջեհանի օպերատորը եւ ամենամեծ փայատերը հենց British Petroleum-ն է։ Հետեւաբար այս կառույցներն են որոշում, այսինքն զուտ մեծ նույնիսկ խաղացողներ զուտ ադրբեջանական որոնք կան, չեն կարող առանձնապես մեծ դերակատարում ունենալ, այլ հարցերում կարող են, բայց նավթի, գազի արդյունահանում, արտահանում եւ վաճառքի հիմնական վերահսկիչ փաթեթը իրենց ձեռքում է գտնվում։ Հասկանալ է։ Պարոն Աղաջյան, իսկ Հայաստանում որքան հասկանում եմ մասնավոր ընկերություն է լինելու այս գործարքի կողմը, որը շահագրգռված է դառնալու եւ որը տեսականորեն կարող է դառնալ ինչ շահը հաշվի առնելով Ադրբեջանի ազդեցության գործակալ, վատ իմաստով չեմ ասում անպայման, բայց տնտեսական շահը դա է պահանջում։ Գիտեք, ես Մամելյանի հետ, պարոն Մամելյանի հետ իհարկե համաձայն եմ, եթե մենք կոնտեքստից ենք կտրում եւ ասում ենք ձեր հարցին ուղղակի պատասխան եմ տալիս, դա չի նշանակում, որ այն մնացած մասը, որը որ նշվեց, ես այդտեղ համաձայն չեմ։ Իհարկե կան այդ գործոնները եւ դա պետք է միանշանակ հաշվի առնել։ Եվ նույնիսկ այն թեման, որ մենք մի քիչ առաջ շոշափեցինք, ես դանել կուզենայի մի շատ կարճ անդրադառնալ, այո, դիվերսիֆիկացիան միշտ չէ, որ բացարձակ դրական է, դրա փայլուն օրինակը Հայաստանում կա, շաքարի գները Հայաստանում ամենաէժանն են տարածաշրջանում, որովհետև մեկ կետից մեկ ազնվորություն մի ամբողջ երկրի համար ձեռք է բերում։ Դա էլ մոնոպոլ, չնայած ինքը մոնոպոլիստ է, հա, գիտեք, այսինքն սա ամեն ինչը միանշանակ եւ միագույն չէ, սև եւ սպիտակով չէ։ Այնպես որ, բայց դիվերսիֆիկացիայի պայմաններում, այո, հայկական կողմում պետական կառույցներ զբաղվող այսպես ասենք, ապրանքների ներկրումներով, բանակ չեմ ասում, իհարկե դրանք այլ հարց են, դա լինի կենցաղային անհրաժեշտության, թե լինի թե հումքի տեսակետից, բոլոր ընկերությունները վաղուց մասնավորեցված են եւ մասնավոր սեկտորն է այստեղ դոմինանտ Հայաստանում։ Ադրբեջանը փոքր-ինչ այլ է։ Ադրբեջանում մի փոքր այլ է, նախ British Petroleum-ի դերակատարման մասին ես չեմ կարող ավելան, միայն կասեմ, որ այդ բոլորի թվարկածից կարելի է նույնիսկ արտադրությունն է British Petroleum-ի հետ կապված, ոչ միայն մնացած հանգամանքները։ Այստեղ մենք գործ ունենք մասնավոր սեկտորի հետ։ Հետո Ադրբեջանում մի մոռացիք վերջին հաշվով դա ավտորիտար երկիր է եւ այնտեղ մի մարդու կամքից էլ է շատ բան կախված, կուզենանք այդպես կան, կուզենանք չէ։ Եւ հաշվի չառնի, ինչ որ մի տնտեսվարողի իհարկե եթե դա բիպին չի։ Իսկ Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում տնտեսվարողները փորձի ազդել կառավարության վրա։ Հայաստանում տնտեսվարողները այսօր եւ նախկինում էլ մենք ունենք այդ փորձը եւ գիտենք թե որքան տնտեսվարող գործող այսպես ասենք օլիգարխ բառերն են այն ժամանակ շատ օգտագործում գործարարներ, որոնք քաղաքականության մեջ ներգրավված էին, որոնք ունեին ուղղակի ազդեցություն քաղաքականության վրա։ Հիմա մի փոքր միգուցե եւ նվազել է, որովհետեւ գործարարությունը քաղաքականության մեջ ավելի նվազ է ներկայացված, բայց դա գործոն է, որի հետ հաշվի պետք է տեսնենք նույնպես։ Գործոն է, որի հետ պետք է պետությունը հաշվի նստի։ Այժմ ես առաջարկում եմ ծանոթանանք տեսանյութին, երկրորդ տեսանյութին, պարզապես հարցում Երևանի փողոցներում։ Չեմ ուզում, Բաքվից ոչ մի բան չեմ ուզում ներգրվի։ Բաքվից
Իհարկե լավ է, մեր երկրի համար բավականին մեծ բան է նավթի ներմուծումը։ Շատ վատ է։ Չի պետք է վատ լինի, որ նոր ճանապարհ ավելի ինքնարժեքը ցածր է։ Իհարկե լավ է։ Իհարկե վտանգ է։ Կախվածություն մի հատ եւս կախվածություն Ադրբեջանից Թուրքիայի Պարշի։ Նույնը հացը, նույնը հեսենն է։ Եթե այդ վտանգը առաջանա, այդ ժամանակ կարող են փակել այդ ուղիները։ Ցանկացած ներկրում, որ իպա եւ իօգուտ Հայաստանին է, համաձայն եմ։ Այդ թվում Ադրբեջանից։ Որտեղից ուզում լինի։ Չէ, ես համաձայն չեմ, իհարկե չբերեն։ Մեր թշնամու երկրից ինչի՞ պիտի բերեն, եթե կա Ռուսաստանը։ Մինչև այսօր որտեղից էինք ստանում։ Այս հարցին պատասխանեք նոր կիմանաք։ Ես կտրականապես դեմ եմ։ Ինչով պիտի վտանգ ներկայացնի։ Մենք չգիտենք այդ նավթի հետ ինչ կգա։ Ասեմ, որ ինչ որ թույնավորված բան են ուղարկել, բենզին, բան, նավ։ Ավելացված մնաց, կանց թե ուրիշ թույնն ուտես։ Կարող ուտելու են, թե խմելու են։ Հա, բայց օդի մեջ այդ նյութը ինչ ալնելու, տարածվելու է, չէ՞։ Բավարարելու ենք ավելի վատ։ Դժվար հարց է, չեմ կարող։ Եթե կարիք կա, ինչ կա։ Պրոբլեմ չի։ Եթե կարիքը կա։ Երկու պատասխաննել ինձ թվում է ճիշտ է։ Չէ, իհարկե չէ։ Կեժանանա երևի մեզ մոտ ամեն ինչը։ Մի Ադրբեջանի գործոնը։ Ինձ թվում է հիմա չէ։ Արդեն բանացորենի բերել են, գիտես, չէ՞, 4-րդ սորտի ծորենի բերել են անասունի համար։ Այնա Հայաստանը կերնում, հիմա նավթը կբերեն նույն ձևով։ Մազութ է, հա, նավթի մազութ է։ Ինչ տեղ չկա ներկրելու։ Իրանից ներկրենք, ոնց կուզենք։ Ինչքան շատ ճանապարհ դեպի Հայաստան բացվի, այնքան լավ, չէ՞ որ մենք շրջափակման մեջ ենք տա։ Հարցը լավ չի աշխատում։ Բայց հələ դավերյոնը ոչ մի բան էլ չկա։ Հələ չի հասունացել այդ մոմենտ, հələ շուտ է։ Չեմ կարող պատասխանել։ Ոչի, որ պիտի հասկացող մարդը պատասխանի։ Հələ մի քիչ խափուսիկ է այս Ալիևը։ Եթե հանգարցակի ուրիշ նախագահ նստի, ռեալ ինչ-որ մի բան, այդ արդեն հասկանալի կլինի։ Իհարկե հարևանդ հետ ինչ էլ եղել է, լավ բդել է, բայց օբշի տոկով խափուսիկ Ալիևը։ Բոլորս գիտակցում ենք, որ էներգակիրները ոչ միայն պահանջված ապրանք են, այլ նաև քաղաքական որոշումների վրա ազդելու լծակ։ Այսինքն նա, ով մատակարարում է էներգակիրներ, կարողանում է ինչ-որ չափով ազդել քաղաքական պրոցեսների վրա։ Միգուցե նաև դրանով է պայմանավորված այն, որ Ադրբեջանը այսպիսի մեծ ջանքեր է գործադրում հայկական շուկա դուրս գալու համար։ Ես երբ չհամաձայնեմ, որ այնք տենց ջանքեր են գործադրում հայկական շուկայի դուրս գալու։ Դեռ նախ սկսենք նրանց, որ հայկական շուկան տենց մեծ չի առանձնապես ցավոք սրտի։ Պլյուս նաև Ադրբեջանը ինքը հիմնականում նավթ արտահանող պետություն է։ Արդյունանում եւ արտանում է։ Իսկ ինքը շատ քիչ է արդյունանում նավթամթեր։ Նավթամթերները դա տարբեր պլաստիկներ եւ այլ։ Մեզ հում նավթը պետք չի։ Մեզ հում նավթը պետք չի, մենք այդ վերամշակման հնարավորություններ չունենք։ Բայց իսկ վառելիք իրենք ունեն առաջարկելու։ Հա, բայց նորից եմ կրկնում, դա մեծ ծավալներ չի կազմում, որտեղ որպես կանոն այն երկրները, որոնք հիմնական պատվիրատուն են նավթի, իսկ նավթի հիմնական պատվիրատունը ադրբեջանական, դա Թուրքիան է, Իսրայելն է, Իտալիան, այս երեքը դոմինանտ են։ Ապա իրենք միայն հում նավթ են ներկրում եւ Ադրբեջանը ունի երկարատև պայմանագրերի հենց այդ եւ պարտավոր է այդ պայմանագրերը կատարել։ Ուստի ինքը խնդիր ունի այդ պայմանագրերը կատարելու առումով, որտեղ Ադրբեջան նավթի արդյունանում է վերջին 15 տարում 40%-ով նվազվել է։ Եթե 2010 թվականի հենց պիկի ժամանակ իրենք 50 միլիոն տոննա տարեկան նավթ էին արդյունահանում, ապա անցյալ տարի դա եղել է 30 միլիոն տոննա, որ դուք տարբերությունը զգաք։ Եվ այս տարի արդեն այս արդյունքները կամփոփվի, բայց արդեն պարզվում է, որ այդ անկումը շարունակվում է։ Լավ, Ադրբեջանը ինչու է ձգտում այնուամենայնիվ հաստատվել հայկական շուկայում, եթե ինչպես ասացիք, դա շատ մեծ հեռանկարներ իրենց համար չի բացում։ Նայեք, եթե ես չգիտեմ ինչքան են ուղարկում, եթե երկու ինչ որ ցիստերն կամ վագոն նավթամթերք են ուղարկում, ապա չեմ կարող էլի դա ասել, սա ավելի շատ PR ակցիա է, դա ձևերից մեկն է։ Ղազախիջևանը վերագործարկվի։ Նայեք, սա էլ է շատ կարևոր հարց, Ղազախիջևան իսկապես շատ կարևոր ուղղություն է եւ մեր համար այն որոշակի առավելություն կտա Ղազախիջևան, երկու նաեւ ավելացեմ Կարս-Գյումրին։ Բայց Ղազախիջևանի համար ես հստակ գիտեմ, որ Ադրբեջանը որոշակի պայմաններ է դրել։ Գործը պայմանը հետեւյալում է, որ պետք է այսպես կոչված այս անկլավները տրվեն Ադրբեջանին, մինչև չտրվեն ինքը չի դա գործարկի։
տարբեր աղբյուրներից մենք այդ ինֆորմացիան ունենք եւ երբ որ դնում հաշվում ես թե ինչ ենք ստանում եւ ինչ ենք կորցնում, բարձրում ենք ավելի շատ կորցնում ենք, քան թե ստանում։ Որտեղ եթե Աստվածչան այդ անկլավները անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, ապա Ադրբեջանը գալիս է կախում է Իջևանի գլխին, կոպիտ ասած։ Նաեւ որոշակիորեն վերահսկում է դեպի Թիֆլիս գնացող ճանապարհները։ Այսինքն վտանգները շատ ավելի մեծ են, եթե գինը դա է։ Եթե գինը դա չէ, հնարավոր է ձեւ այդ լուծումը գտնել, ինչու՞ չէ, կարելի նաև դրա մասին խոսել, բայց նաև խնդիրը ունի որոշակիորեն բացի քաղաքական տնտեսականից, նաև բարոյական կողմ, եկեք դրան էլ անդրադառնանք էլ մի փոքր, որովհետև այդ եթե հայկական ինչ-որ մի ընկերություն սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի նավթային սեկտորը, ոչ ուղղակիորեն, բայց նաև սկսում է ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական բյուջեն։ Դե գիտեք, պատերազմի ժամանակ, առաջին Արցախյան պատերազմի ժամանակ հայկական տանկերի մի մասը լիցքավորվում էր ադրբեջանական դիզվառելիքով, որը անցնում էր Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով։ Այդ իմաստով, եթե մենք հաղթանակ էինք կերտում ադրբեջանական նավթամթերքի շնորհիվ, ուրեմն եկեք դա շարունակենք անել։ Նայեք, սա որոշակիորեն տարածված միֆ է, որը ես չգիտեմ ինչքանով է համապատասխան իրական։ Ես լսել եմ բավական հավաստի աղբյուրներից։ Շատ հնարավոր է համապատասխան իրականություն, բայց հիմա այլ իրավիճակում ենք մենք գտնվում։ Դա ցավոք սրտի կրկնել 90-ականների մեր հաղթական երթը մենք այս պահին չենք կարող։ Հետևաբար նորից եմ կրկնում, ֆինանսավորել Ադրբեջանի ռազմական բյուջեն, սա շատ վտանգավոր ու շատ, ասենք ասեմ, նաև նորից եմ կրկնում, խնդիր ունի էթիկա բարոյական կողմ եւ դրան էլ պետք է անպայման անդրադառնալ։ Ունեք այս թեմայի շուրջ ասել։ Այս թեմայի շուրջ ընդհանրապես մի բան կարող եմ ավելացնել, որ հարցը ավելի բարոյական հարթության մեջ է։ Ես իրականում չեմ կարծում, որ մեր միջոցները այնքան են, որ մեր կամ ձեռքբերումները Ադրբեջանից այն ծավալներն են, որ մեր գումարներով նրանք բյուջե են հարստացնելու կամ ռազմարտունաբերությունը զարգացնելու կամ ինչ որ անելու են։ Իհարկե դա այդ ապրանքը միևնույն է, նրանք վաճառելու են, այդ գումարը գալու է։ Զուտ ես դա բարոյական հարթության մեջ եմ այդ հարցին նայում, որքանով է դա կորեկտ, այսպես ասեմ, հա, այնպես որ այդ տեսանկյունից պետք է դա գտնվի։ Դե զուտ հոգեբանորեն խնդրի չի բախվի ընդհանրենք իր մեքենայի մեջ դիզվառելիք լիցքավորող վարորդը, որովհետև այդ ապրանքի վրա Made in Azerbaijan գրված է։ Եկեք հարցը այսպես ասեմ, որպեսզի ավելի իմ մոտեցումը պարզ լինի։ Սա իհարկե սուբյեկտիվ մոտեցում է։ Ես աշխատանքի բերումը Վրաստանում տարվա ընթացքում լինում եմ նվազագույնը 2-ից 3 ամիս տարին։ Ու 90%-ով ես գնում եմ ավտոմեքենայով, շատ հազվադեպ։ Բնական է Սոկարի լիցքակայանում լիցքակայանում մինչև 65 տարեկան եմ դառնում, ես Սոկարի լիցքակայանում բենզին մինչև այսօր լցրած չկամ։ Այսինքն հոգեբանորեն նույնիսկ դա չեմ կարող անել։ Հիմա հարցը դա այդ հարթությամբ եթե նայում եք, այո, ես բացարձակ համաձայն եմ, որ այդպես էլ կա, լրիվ համաձայն եմ։ Իսկ ինչ վերաբերում է բիզնես օրենքին, իհարկե վաղ թե ուշ բիզնես պահանջները, շահերը, հատկապես այն պահին, երբ որ շահերը սկսեն համընկնել, դա լինելու է, իհարկե մտնելու է ադրբեջանական ապրանքատեսակները մտնելու են հայկական շուկա, ուզենք թե չուզենք, եթե իհարկե հարաբերությունների զարգացումը նույնիսկ այս տեմպով գնա։ Ու վերջին հարցը ձեր հարցադրումը, թե ադրբեջանցիները ջանքեր են գործադրում հայաստանական շուկա մտնելու, ես այստեղ չեմ համաձայնվի, ես ավելի շատ կհամաձայնվեմ իմ գործընկերոջ հետ մի փոքր այլ ձևով նույնիսկ տալու։ Այդ մենք ենք ամեն ինչով ձգտում իրաց բերել հայկական շուկա։ Եկեք ես էլ փորձեմ այսպես պրովոկատորի դեր ստանձնել, հա։ Հայաստանը իր այդ դիվերսիֆիկացիայի տարբեր հնարավորություններ ունի։ Ռումինիայից կարող է գնել, Ռուսաստանից կարող է գնել, Իրանից կարող է գնել։ Այդ իմաստով մեծ կարիքը չունի ադրբեջանական վառելիքի։ Ադրբեջանն է ուզում նոր շուկայում հաստատվել։ Այդ հարցը երկուսիդ էլ ուղղված կլինի, երևի սկզբից դուք։ Ես չէ, այդ առումով պետք է համաձայնեմ պարոն Աղաջանյանի հետ, եւ չեմ կարծում Ադրբեջանը դες մեծ ձգտում ունի հայկական շուկայում ամրապնդվելու համար։ Եթե էլ ունի, ապա դա զուտ քաղաքական է։ Այսինքն որոշակիորեն մտնում ես այդ շուկա եւ այդ շուկայի վրա սկսում ես ազդեցություն ձեռք բերել։ Բնական է քաղաքականության մասին է խոսում։ Կարող է նաեւ նույնիսկ ինչ որ պահի շատ ավելի ցածր գներով բերել, որպեսզի շուկան էլ ավելի մեծ միջոցով շուկան վերցնի։
Այդ նույն բանն է, ինչ որ տեղի էր ունենում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում, չէ։ Ռուսաստանը մեր հիմնական մատակարարն էր, Ռուսաստանը շատ դեպքերում մեզ տալիս էր բավականին մատչելի գներով շատ ապրանքատեսակներ մենք ունեինք եւ զարմանում ենք, թե ինչպես է պատահում, որ Հայաստանում վառելիքը հաճախ ավելի էժան էր, քան Վրաստանում, որի տարածքով գալիս էր։ Նա դիվերսիֆիկացիայի մասին նշելով դուք մի կարևոր բան բաց թողեցիք, որ ամեն դեպքում ապրանքատեսակները այդ վառելիքը Վրաստանի տարածքով էր գալի։ Ինչքան էլ ասում եք, որ Ռումինիայից է, Ռուսաստանից է, գալիս է նույն ճանապարհով։ Դա դիվերսիֆիկացիան միայն ապրանքի ձեռքբերումը չի, նաև նրա փոխադրումն է։ Դե Իրանի տարբերակն էլ կա, որը դեռևս չենք օգտագործում, Իրանը բենզին չունի, որպեսզի վաճառի, եւ իրանական վառելիքը, դիզելային վառելիքը ամեն մի տեղ չի, որ կարող ես օգտագործել, դա Եվրո 5 ստանդարտը չի, եւ նույն մարդատար մեքենաները դիզել չեն լցնում իրանական, ուրիշ բան է գյուղտեխնիկան եւ այլն։ Միգուցե այո, բայց այսօր ամբողջ իրական տեխնիկան ու կատերպիլերներ ու չգիտեմ ինչեր են, դա չեն կարող օգտագործել այդ վառելիքը, դա առանձին հարց է իհարկե, բայց ամեն դեպքում Հայաստանի համար այսօր ազերբայջանական ապրանքատեսակների մուտքը, ասենց ասեմ, անխուսափելի է, գալու է դա։ Եթե քաղաքական հարցերի լուծման այս մեխանիզմը, որը մեր կառավարությունը, պետությունը որդեգրել է եւ տանում է այս ուղղությամբ, եթեով եմ ասում, պայմանական չէ, բնական է, որ դա տեղի է ունենալու։ Ու դա անխուսափելի է, սա իմ պատկերացումն է եւ իմ մոտեցումն է, որքանով է դա լավ թե վատ, դա այստեղ պետք է առանձին ապրանքատեսակներից նայել, պետք է չմոռանալ, որ մենք էլ պետք է շահագրգռված լինենք մեր ապրանքատեսակների արտահանումով։ Ես տվյալ դեպքում ամեն ինչին անդրադառնում եմ բիզնեսմենի տեսակետից նաեւ, որտեղ դա փոխկապակցված քաղաքական հարցերի հետ, եթե մենք դրան նայենք, այստեղ իհարկե մենք խնդիրներ շատ ունենք։ Այսինքն որքանով է մեզ պետք այդ տնտեսական կապը, եթե մենք այստեղ ունենք այսպիսի կորուստներ, հա։ Ես միայն բարոյականը չեմ ասում, տարածքային լինի, դա ֆինանսական լինի, կոմունիկացիաներ լինեն, վերջին հաշվով, եթե մենք անդրադառնանք կոմունիկացիաներին եւ խոսենք հարավից, հա, մենք դա թալապես այլ թեմա է ստացվում։ Առայժմ հյուսիս-արևելքի մասին ենք խոսում։ Պարոն Մանվելյան, մի հակասություն նկատեցի ձեր խոսքերում։ Եթե դուք համարում եք, որ Ադրբեջանի համար այդքան էլ կարևոր չէ հայկական շուկա մտնել նավթամթերքով, այդ դեպքում ինչպես է նախապայմաններ դնում անկլավների հետ կապված Իջևան-Ղազախ ճանապարհի վերագործարկման վերաբերյալ։ Չէ, տվյալ դեպքում երկաթուղու մասին է խոսքը, այլ ոչ թե նավթամթերքի, եթե երկաթուղին, հա, աշխատեց, ինքը նաև որոշակիորեն եւ նավթամթերք կարելի է բերել եւ ամեն ինչ։ Հետեւաբար, բայց երկաթուղու աշխատանքը մեր համար կարեւոր է իսկապես, բայց այլ բան է, որ մենք պիտի պայմանը, այսինքն պետք չի դա կապել հենց նավթամթերքի հետ։ Սա ավելի շատ երկաթուղային աշխատանք է, որը Հայաստանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում, որ պետք են ճանապարհները բացվեն եւ իսկապես վատ գաղափար չի, արժե ճանապարհները բացեն, բայց երբ որ մենք նայում ենք նաեւ ռեալ գործընթացները, ապա նույն Իջևան-Ղազախ ուղղությունը մենք չենք նկատում այդ բանակցային սեղանի վրա, ինչպես նաեւ Կարս-Գյումրին չենք նկատում, իսկ երկուսն մեր համար հավասարապես կարեւոր է։ Այսինքն խնդիրը երկաթուղու բացման մասին է, այլ ոչ թե նավթամթերքի կամ այլ ապրանքի ներմուծման։ Այդ նախապայմանների մասին կոնկրետ այս հարցում լսել եք ինչ-որ բան։ Չէ, ես նախապայմաններից զրանում եմ խոսել, որովհետև դա որքանով ես եմ տեղյակ, բավականին փակ բանակցային գործընթաց է, բայց չհամաձայնում եմ, որ տվյալ դեպքում, երբ որ մենք խոսում ենք Ղազախի, Ակստաֆա-Ղազախի Իջևան գծի մասին, ու չգիտես ինչու մենք շեշտադրում ենք միայն նավթամթերքի այս քանակը, որը գալու է դրա հետ ենք պայմանավորված ամեն ինչ ասում, ես կարծում եմ, որ այստեղ մի փոքր ավելի ընդլայնված պետք է նայել։ Վերջին հաշվով տվյալ դեպքում Ադրբեջանը մեր համար այդ դեպքում հանդես է գալու նաև որպես տարածիկ երկիր, որը մեզ հնարավորություն է տալու դուրս գալ նաև երկաթուղով դեպի Ռուսաստանի դաշտություն, մինչև դեռ Աբխազիայի գիծը չբացվի, դա միակ տարբերակն է,
դերևս, եւ մենք Ռուսաստանից եւ վարելիքի բնական է ներկրման անհրաժեշտություն կունենանք ու այստեղ կարող են իրենք մրցակցեն, թե ու վարելիքը ձեռք բերել։ Իհարկե փայտամունք է, իհարկե ծորենն է, այդ ամեն ինչը մեծածավալ ապրանքատեսակներն են, որոնց ներկրումը Հայաստան առանց երկաթուղու մի փոքր լուրջ չի։ Բայց տեսեք, հեշտ է վերագործարկել Ղազախ-Իջևան հատվածը, բայց Իջևանից հետո ընկած հատվածը ոնց հասկանում եմ լավ վիճակում չէ եւ միևնույնն է մենք չենք կարողանա լիարժեք օգտագործել այդ ուղին։ Այսինքն Իջևանից Երևան բեռները արդեն ավտոտրանսպորտով պետք է տեղափոխվեն։ Իհարկե այս этаպում նվազագույն, ես կողմնակից եմ նվազագույն միջոցներով առավելագույն օգուտներ ստանալու։ Այս պայմաններում նվազագույն միջոցներ ներդնելով մենք ապրանք ունենում ենք Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետությունում ապրանք ունենալը դա այլ մի բան է։ Երկրորդ երկրից կամ երրորդ երկրից ներկրելը երկրորդ։ Ես երկու զուգահեռ անցկացնեմ, ինձ թվում է ավելի կարելի կլինի։ 2008 թվականին ռուս աբխազական վրաց-աբխազական այդ կոնֆլիկտի ժամանակ, երբ որ Խաշորի կամուրջ այրվեց, Հայաստան մատակարարվող ապրանքները դադարեցին երկաթուղով։ Ամենակարևորը դա վարելիքն էր։ Եւ մենք Հայաստանում ուներ վարելիք Բաթումի նավահանգստում։ Պատկերացրեք ինչ աշխատանք էր, տիտանական աշխատանք էր այդ վարելիքը մեքենաներով։ Այո, ես ուղղակիորեն ես դրանով զբաղվել եմ, դրա համար վստահաբար եմ ասում։ Ես գիտեմ ինչ։ Մի բան ասեմ, 20 օրվա ընթացքում 8 կիլոգրամ լիհարեցի այդ նարվերի հաշվին, որտեղ դա պետք էր կազմակերպել։ Շատ դժվար էր, բայց մենք կարեցինք, երկիրը հանեցինք, բայց նույն բանը տեղի ունեցավ ընդամենը վերջերս այրումում Ալավերդի ջրհեղեղի ժամանակ։ Մենք էլի երկաթուղի չունեինք։ Երկաթուղի շարքից դուրս եկավ 21 օր հետո նոր տեսնում եք դիվերսիֆիկացիան ուրեմն նման դեպքերում օգտակար է։ Բայց այս անգամ ապրանքները արդեն ոչ թե Բաթումիում էին, ոչ թե Փոթիում են, այլ Հայաստանում են, այրում Հայաստանի տարածքում էին եւ մատակարարումը ոչ թե Բաթումից սկսած Հայաստան եկավ, այլ այրում կայարանից, որը անհամեմատ ավելի հեշտ էր։ Ոչ մաքսային ծառայությունների անհրաժեշտությունն է, ոչ գիշեր, ոչ ցերեկ, այսինքն մենք մեր երկրում մենք ենք տերը եւ կարողանում եք աշխատանքները կազմակերպել այնպես, ինչպես ուզում եք եւ ինչի պահանջ ունեք։ Սա ռազմավարական նշանակություն է, սա ազգային անվտանգության հարց է։ Մի բան է այն երկիր մտնել եւ այնտեղից բերել, ուրիշ բան է, որ քո երկրի մեջ ես դու անում։ Հասկանա, պարոն Մամելյան, կար այդ Ղազախ-Իջևանի վերագործարկման դեպքում Հայաստանը կդառնա կամ կարող է դառնալ տարանցիկ երկիր։ Զուտ տեսականորեն կարող է դառնալ, բայց այստեղ կարևոր է նաև կապվել այդ Կարս-Գյումրի ուղու հետ։ Այսինքն եթե այս երկու ուղիները Իջևանը եւ Գյումրին իրար չեն կապվում, ապա ինքը խնդրահարույց է այդ տարանցիկ դառնալու հարցը։ Բայց նորից եմ գրում, սա զուտ տեսականորեն, որտեվ ցավոք սրտի այս խնդիրը չկա դրա սեղանին քննարկումների համար։ Երկրորդը, նայեք, տարանցիկ ես բառացիորեն հենց հիմա զբաղվում եմ այսպես կոչված այդ միջին կորիդոր կամ միջին միջանցքով խնդրի քննարկման եւ դրա այդ թեմայով նաեւ որոշակի հոդված եմ գրում։ Եվ մի բան է պարզ դառնում, որ ասենք միջին միջանցքի լայնածավալ աշխատանք ինքան էլ ասենց ասեմ նույն արևմտյան մասնագետների հետ ու հետ ես աշխատում, մենք անենք դրան չեն հավատում, որտեղ այնտեղ կան բազմաթիվ խնդրանք, խնդիրներ, Չինաստանից ապրանքը կենտրոնական Ասիա, ապա Կասպից ծովով դեպի Ադրբեջան, ապա եւ արևմուտք տանելու համար։ Դա համար այն նույնիսկ այն ուղղությունները, որոնք այս պահին կան, իրանք աշխատում են ոչ ամբողջ հզորությամբ։ Նույն այսպես կոչված Կարս Սախալքալակ երկաթուղին ինքը աշխատում է իր հզորության միայն մի փոքր մասով։ Այսինքն նույնիսկ դա չեն կարողանում իրականորեն միջին միջանցքի մաս չի դառնա Իջևանի այդ ճանապարհը, բայց ավելի լոկալ փոխադրումների համար Ադրբեջանից Թուրքիա ընդամենը լոկալ իմաստով օգտակար կարող է լինել։ Նայեք, ժամանակին, եթե հիշում եք, դեռ Վարդան Օսկանյանն էր առաջարկում Կարս-Գյումրին բացել, նույնիսկ ասում էր մենք դրա համար փող չենք վերցնի, գումար չենք վերցնի, եթե ճանապարհով դուք սկսեք ապրանքներ բերել։ Այսինքն, հա, այդ առումով ինքը իհարկե, բայց Թուրքիան չհամաձայնեց, հիմնական չհամաձայնեց Ադրբեջանի պահանջով, հենց չէ, որ իրանք առանձնապես ոգևորված էին, բայց հա, տեսականորեն դա հնարավոր է։ Հիմա կարծում եմ մեր իշխանությունները, եթե այս ամենը իրականություն դառնա, իրավունք ունենան ասելու, որ խաղաղության խաչմերուկը գործում է։
Մինչդեռ Ադրբեջանը մինչ վերջերս հիմա էլ շարունակում է ասել, որ ոչ մի խաղաղության խաչմերուկ չկա, լինելու է Զանգեզուրի միջանցք եւ վերջ։ Հիմա արդյոք այս նախագիծը չի ապացուցում, որ խաղաղության խաչմերուկը ինչ որ դրսևորումով իրականություն դառնում է։ Եթե մենք ավարտենք հյուսիսային հատվածի քննարկումը եւ ձեր վերջի հարցին ես ամեն դեպքում համարում եմ պետք է անդրադառնալ, Իջևանի գիծը մինչև Ախուրյան կայարանին միացնել եւ դուրս գալ դեպի Թուրքիա դա տարանցիկ լինելու միակ պայմանն է։ Ինչքան փողապետ լինելու։ Դրա համար բավականին լուրջ, որովհետև միայն Վանաձոր Ֆիալետովը երկաթուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը կարող է 26 լինելու, նայած ինչ կոնֆիգուրացիայով կառուցել, այդ երկաթուղու հատվածը կառուցելուց մի 200 միլիոնից պակաս գումար պետք չի։ Դա լուրջ է։ Այդ դեպքում անկախ նրանից, եթե նույնիսկ մենք այդ երկաթուղին կառուցում ենք, մենք ունենում ենք տարանցիկության հնարավորություն այդ դեպքում դա լինում է, Հայաստանը կարող է, բայց տարանցիկ, որը ընդհանրապես մրցակցելու է Ղարսախալքալաքին։ Այո։ Որովհետև սա լինելու է Ցավալը շատ համեստ է։ Սա կարող է լինել ավելի կարճ է, իհարկե միանշանակ, եւ չի անցնում 2000 մետր, 1600-ից սկսած մինչև 2000 մետր Ղարսախալքալաք երկաթուղու այդ բարդ լեռնային Ջավախի լեռնային շրջաններով։ Դա համար այս ճանապարհը մրցունակ կլինի այդ դեպքում եւ ընդհանրապես տարանցիկության մասին նոր կարելի է խոսել։ Հիմա ինչ վերաբերում է ձեր հարցին հարավում։ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, չնայած ես ասում եմ շատերն են այդ միջանցք բառից բաց զգում, ես բացարձակ բաց չեմ զգում, այդ թվարկվածը որ գործընկերը ասեց, իրենք Միջին Ասիայից, Չինաստանից մինչև Եվրոպա այդ ճանապարհը սկսել են կանաչ միջանցք նույնպես անվանել։ Էլի միջանցք բառն են օգտագործում, ինչ պատմական կա։ Միջանցքը Հայաստանը, որը պետք է տրամադրի կամ տրամադրելու է կամ ինչ տեսքով դա արդեն այլ թեմա է, մենք ինչ որ ուրվագծեր ենք տեսնում, հա, այդ Տրամփի այդ համաձայնագրից հետո, այդ ճանապարհը որպես այդպիսին առանձին վերցրած ես ասել եմ, ասում եմ եւ երևի երկար դեռ շարունակեմ ասել, որ Հայաստանի ոչինչ չի տալիս։ Այդ ճանապարհը մեզ կարող է տալ օգուտ միայն համընդհանուր կոմունիկացիաների շահագործման եւ բացման կոնտեքստում։ Հակառակ դեպքում այդ 40 կիլոմետրանի հատվածից ակնկալել ինչ որ շահույթներ, բացի վտանգից ես այդտեղ դեռևս ոչինչ չեմ տեսնում։ Իսկ վտանգները շատ կարող եմ թվարկել, ես չգիտեմ մենք ունենք դրա ժամանակը թե չէ, բայց այս հարցում դուք համակարծիք եք այստեղ չգիտեմ գործընկերը կարող է պատասխանել այդ հարցին այլ ձևով, բայց այս 40 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության համար չարիք է առանձին վերցրած։ Եթե մենք սա բացում ենք եւ տալիս ենք հնարավորություն Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ, դա պետք է հակառակը նաև մեզ ինչ-որ բան տա, բայց այն որ այդ ճանապարհով Հայաստանը ավելի մեծ շրջափակման է գնում տարիների ընթացքում, դա բացահայտ է։ Հենց համաձայնագիրը ստորագրվեց, երկրորդ օրը Թուրքիան հայտարարեց, որ գոյություն ունեցող Կարս միջև Նախիջևան Հայաստանի հատվածով ճանապարհին զուգահեռ 2.8 միլիարդ գումար է հատկացնում եւ Արաքսի այն ապով Հայաստանը շրջանցող ճանապարհ է կառուցում դեպի Նախիջևան։ Ինչի համար։ Երբ որ գոյություն ունի ճանապարհ, մի խնդիր է լուծում եւ հարավից նույնպես ավելի շատ արևմուտքից նույնպես Հայաստանը շրջանցող կոմունիկացիա ունենալ։ Առանց այդ 40 կիլոմետրի այդ կոմունիկացիան անիմաստ էր։ Դե եթե ամբողջ հույսը կապում էին իրենց պատկերացրած Մեղրի միջանցքի հետ, այդ դեպքում ինչի են հենց իրենք խոսում Կարս Իջևանի մասին։ Նայեք, ես չգիտեմ տեսնեմ, որ ենք խոսեն Կարս Իջևանի մասին։ Դե եթե հավատանք իրենց մամուլի հրապարակումներին։ Նայեք, այստեղ որոշակի վտանգ կա, որտեղ նայեք, խնդիրը պետք է նայել որոշակի հեռանկարի առումով, այսինքն եթե մենք այսօր գնում ենք ինչ-որ համաձայնություն, ապա այդ համաձայնությունը ոնց կգործի 5, 10, 15 տարի հետո։ Եթե այդ հեռանկարը չես նայում, ապա կարող այս պահի առումով քեզ թվա այս պահին լավ համաձայնության է եկան, բայց տեսնում եք, որ 5-10 տարի հետո ինքը դա խնդրահարույց է համար դառնում։ Մանավանդ առավելից, որ մենք տեսնում ենք Հայաստանը շրջանցող ճանապարհ են կառուցում, չէ՞, ինչ որ հարց առաջան։ Եթե դուք անկեղծորեն ուզում եք գաք համաձայնության, ու այդ անկեղծությունը ձեր կողմից կա, ապա հենա կարճ Գյումրին կա էլի։
առանձնապես ծախսել պետք չի, 2-8 միլիարդ պետք չի ծախսել, այնտեղ կոպեկներով կարելի է ճանապարհը վերանորոգել, կառուցել, ու կա կարս Գյումրի երացուցը մտնում ես Նախիջևան, ու գնում ես հասնում ես Մեղրի։ Կա գործող ճանապարհը, որի համար առանձնապես։ Այսինքն միևնույն է քաղաքական բաներ, արգումենտներն են առաջնահերթ։ Այո, ցավոք մենք էլ ժամանակ չունենք, ընդամենը մեկ նախադասությամբ ամփոփելու հնարավորություն կտամ, ինչ է կուզեք, որ հեռուստադիտողը ձեր այսօրվա խոսքից հիշի։ Այլ որ Հայաստանի համար այս պայմաններում շարունակվում է դեռևս շրջանցվող քաղաքականությունը պահպանվել եւ արևելքով եւ արևմուտքով եւ նույնիսկ արդեն հարավով։ Պարմանվել Շատ կարևոր է մի բան հասկանանք, որ ցանկացած գործարք ինքը նաև որոշակի եւ բարոյական եւ էթիկական խնդիրներ է պարունակում եւ պետք է այդ կոնտեքստում նայել, այսինքն երբ որ մենք գերիներ ունենք Բաքվի բանտերում, երբ որ մենք ինչ որ գործարք ենք անում, որի արդյունքում թեկուզ $1, բայց կարա գնա իր ռազմական բյուջեն, ապա խնդիրը հենց այս տեսակետից է պետք նայել, որպեսզի ընդհանուր գանք հայտարարի։ Շնորհակալություն, հնչեցին միջազգայնագետ Արմեն Մանվելյանի ու լոգիստիկայի հարցերով փորձագետ Գագիկ Աղաջանյանի կարծիքներն ու գնահատականները։